Բարև ձեզ, Factor TV հյուրը փիլիսոփայական գիտությունների դոկտոր եւ դիվանագետ Աշոտ Ոսկանյանն է, ողջույն, պարոն Ոսկանյան։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար։ Ինչպիսին է ձեր գնահատականը Հայաստանի աշխարհիկ եւ հոգեվոր իշխանության ներկայացուցիչների միջև բանավեճի մասին? Հայաստան վարչապետը կաթողիկոսի առաջ կոնկրետ հարց է դնում հրապարակային, պարզաբանել արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունի, եւ եթե այո, նա պնդում է, որ կաթողիկոսը չի կարող մնալ իր, ասես, դիրքում, հա, ինչպես է գնահատում։ Եթե թույլ կտաք, ես չգնահատեմ առանձին գրությունները, որովհետեւ գրությունները շատ են, եւ իրենք մեզ տանում են մի տեղ, որտեղ ես չէի ուզենա հայտնվել։ Չէի ուզենա ոչ թե որ ես ինքս եմ վախենում այդտեղ հայտնվելուց, այլ համարում եմ, որ դա արդյունավետ չի։ Ամբողջ խնդիրը այն է, որ փաստորեն մեզ պարտադրված է մի խոսելակերպ, մի խոսույթ, որը ուրեմն այնպիսի հարցեր է բարձրացնում, որ Հայաստանի բնակչությանը շեղում են այն հիմնական պրոբլեմատիկայից, որ մեզ համար կարևոր է եւ մեր առջեւ դրված է։ Այսինքն մենք պետք է քննարկենք ինչ-որ հարցեր, որոնք որ ինքնին որպես հարց adekvat չեն։ Խնդիրն այն չէ, որ մենք կարող ենք այս կամ այն հարցին տալ ճիշտ կամ սխալ պատասխան։ Խնդիրն այն է, որ հարցը ինքը ճիշտ չի դրված։ Հոգևոր անվտանգության խնդիր չկա։ Տեսեք, էլի նորից հոգևոր անվտանգության հարցը չափազանց վերացական հարց է, քանի որ այդ հարցը դուք այդպես եք դնում։ Ես շատ ուրախ եմ, որովհետև ես հնարավորություն եմ ստանում հիմա ձեզ մոտ գովազդ անել մի ուրեմն շատ հետաքրքիր, ես կարծում եմ հետաքրքիր ուրեմն ծրագրի, որը մենք սկսում ենք վառես բունի մավտո օրերս։ Բանն այն է, որ տեսեք, երբ որ դեռևս այս բոլոր խոսակցությունները չկար, բայց կային ինչ-ինչ ելույթներ։ Այսինքն կար Բագրատ Սրբազան-Գալստանյանի ուրեմն այսպես ակտիվությունը, կար Միքայել Սրբազանի ակտիվությունը, 1-2 հայտարարություններ եղան ուրեմն նաև հոգևոր խորհրդից։ Հարցը, որ մեր կենտրոնը, հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը, որ ես պատիվ ունեմ ղեկավարելու, հետաքրքրեց հետևյալն է, լավ, անկախ նրանից, թե մենք այս կամ այն հոգևորականի ասածներով հետաքրքրված ենք, նրանց հետ համաձայն ենք կամ համաձայն չենք, արդյոք մենք չպետք է հարց տնենք այն մասին, թե ինչ տեղ է գրավում եկեղեցին այսօրվա մեր հասարակության մեջ։ Ինչ է նա կարող անել, ինչ չի կարող անել։ Եկեղեցին որպես կառույց, թե եկեղեցին շատ լավ հարց եք տալիս, ոչ թե եկեղեցին որպես, տեսեք, էլի շատ լավ հարց տվեցիք, ոչ թե եկեղեցին որպես հավատի ուրեմն աղբյուր, դա հասկանալի է, դա իր պրոբլեմն է, ոչ էլ ուրեմն հոգևորականները, որոնք որպես բնականաբար Հայաստանի քաղաքացիներ յուրաքանչյուրը բոլոր իրավունքները ունեն, խոսում են, այլ եկեղեցին որպես ինստիտուտ, Նույնիսկ հարցը ինձ մոտ, որը սկզբից առաջացավ, մի փոքր կարող է զարմանալի թվալ, այն էր, թե արդյոք եկեղեցին ընդհանրապես կարող է դիտվել որպես քաղաքացիական հասարակության մաս։ Որովհետև տեսեք, երբ որ մենք խոսում ենք տարիներ շարունակ խոսում ենք քաղաքացիական հասարակության մասին, շատ ստանդարտ ձևերով ենք խոսում։ Կան ինչ-որ այսպես հասարակական կազմակերպություններ, NGO-ներ, կան ակտիվիստական խմբեր, եւ մեզ մոտ տպավորությունը այն է, որ քաղաքացիական հասարակությունը հենց դա է։ Չէ՞ որ գիտեք, եթե մի բան է լինում, մեկ էլ տեսար, քաղաքացիական հասարակությունը բողոքում է, քաղաքացիական հասարակությունը հայտարարում է եւ տակը գնում է մի 20 հատ ինչ-որ կազմակերպության ստորագրություն։ Հիմա դա է արդյոք քաղաքացիական հասարակությունը։ Ըստ իս միայն դա չէ։ Կա շատ ավելի լայն սահմանում, Հեգելի սահմանումը, որ ես հիմա չեմ ուզում տալ, որ ձեզ ավելորդ տեղը չծանրաբեռնեմ, քաղաքացիական հասարակությունը ունի բազմաթիվ տարբեր ուրեմն խմբակցություններ, գոյացություններ, կառույցներ եւ այլն։ Եվ հարցը, որ ինձ մոտ առաջացավ, հետեւյալն էր. իսկ արդյոք հետաքրքիր է, եկեղեցին ինչպես պետք է դիտվի այստեղ։ Եկեղեցին որպես գործոն, ոչ թե նորից եմ ասում, որպես հավատի կաճառ, ոչ թե որպես առանձին հոգևորականների, քաղաքացիների հավաքածու, այլ հենց որպես գործոն, որպես ինստիտուտ։ Այդ հարցը մենք բավական հետաքրքիր այսպես քննարկումներ ունեցանք ներքին, ինչպես է դա կարելի հետազոտել, տարբեր ճանապարհներ անցանք եւ վերջում եկանք մի եզրակացության, որ գուցե իմաստ ունի ահա կազմակերպել քննարկումների մի շարք։ Քննարկումների մի շարք, որտեղ կմասնակցեն ինչպես հոգևորականները, այնպես էլ աշխարհիկ գիտնականները։ Տեսնենք այդ եկեղեցին ինչ բան է։ Եվ մենք դա ուրեմն մշակեցինք այդ ուրեմն ծրագիրը, որի մեջ կա 3 հիմնական թեմա։ Առաջին թեման դա այն հիմնական փուլերն են, պատմական փուլերը, որը մեր եկեղեցին անցել է պատմության մեջ,
եւ ձևավորվել է հենց որպես այդպիսին, որովհետեւ մենք գիտենք, մեր եկեղեցին շատ սպეციფიկ եկեղեցի է, յուրահատուկ եկեղեցի է, այդ ոնց եղավ, որ հենց այսպես եղավ։ Այսինքն մենք քննարկում ենք այդ, եթե կուզեք, բյուրեղացման կետերը, ինչպես եղավ, որ մեր եկեղեցին դարավ հենց այն, ինչ որ ինքը դարավ, պատմական առումով հասկանալու։ Երկրորդը կարող է մի քիչ զարմանալի թվալ, եկեղեցու գործունեությունը, որ նա այսօր ծավալում է Հայաստանում, որովհետեւ ծավալում է։ Մենք շատ բան չգիտենք։ Հոգևոր գործունեություն։ Ոչ, ես նկատի ունեմ քաղաքական ոչ քաղաքական, ոչ էլ բուն հոգևոր, կրթական, հումանիտար, աղքատախնամ, այսինքն պարզվում է, որ այդ մարդիկ աշխատում են բանակում, այդ մարդիկ աշխատում են բանտերում, այդ մարդիկ ունեն կրթական ծրագրեր, հումանիտար ծրագրեր, այդ ամենը իրենք անում են։ Եվ երևի զարմանալի չի, որպես եկեղեցի, առանձնապես ինքնառեկլամով չեն զբաղվում։ Եվ ահա երկրորդ հարցը, որ ինձ մոտ առաջացավ, դա այն էր, թե իսկ ինչ է անում այսօր ուրեմն եկեղեցին։ Երրորդ հարցը, երրորդ թեման, որը ուրեմն շատ ամենակարևորն է գուցե, այն է, թե իսկ ինչ տեղ ունի եկեղեցին այսօրվա հայաստանյան հասարակության մեջ եւ ինչ միսիա է տեսնում։ Ինքը ինչ միսիա է տեսնում եւ մենք ինչ միսիա ենք տեսնում։ Եկեղեցին ինչ է անելու։ Նորից ոչ որպես հավատացյալների հավաքածու, այլ որպես ինստիտուտ։ Պարզվեց, երբ որ ես խոսում եմ, ասենք, որոշ հոգևորականների հետ, պարզվեց, որ այդ հարցը իրենց էլ է հետաքրքրել։ Իրենք բավական այդ հարցերով ժամանակին զբաղվել են, քննարկել են, եւ մենք որոշեցինք այս 3 թեմաների համար կազմակերպել մի ուրեմն քննարկումների շարք, որը 6 քննարկում է վերցնելու, եւ սկսվելու է արդեն հունիսի երկրորդ կեսից։ Մենք երեքշաբթի օրը սկսում ենք նկարահանումները։ Ուրեմն դա կգնա փաստորեն հեռուստատեսությամբ շողակաթով եւ դրանց կմասնակցի հետեւյալ կազմը, ուրեմն մեկ հոգեվորական, մեկ աշխարհիկ մշտական, որպես այսպես ուղղություն տվող քննարկումը կազմակերպող եւ յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ եւս հրավիրված մեկ հոգեվորական եւ մեկ աշխարհիկ։ Այսինքն ինչու եմ ես այսքան մանրամասն սա ասում։ Հա, մի քիչ ռեկլամում եմ, վատ չի։ Հա, ինչու եմ ասում, որովհետեւ մենք փորձում ենք, գիտեք, տեսպես հարգանքով, բայց նաև քննադատաբար հասկանալ եկեղեցին ինչ է անում, ինչ կարող է անել, ինչն է լավ անում, ինչն է որ մեզ այնքան լավ չի թվում, բաներ, որոնք առարկայական են, եւ ինչու են դրանք շատ կարեւոր, որովհետեւ մենք գիտենք, որ մի ժամանակաշրջանում, որտեղ որ փաստորեն իսկապես քաղաքական կուսակցությունները, չասեմ հեղինակազրկված են, համենայն դեպս մեծ ոգևորություն չեն առաջացնում ժողովրդի միջև, այնուամենայնիվ եկեղեցին ինչ որ հեղինակություն պահպանած կառույց է եւ հետաքրքիր է նա ինչ կարող է անել։ Պարոն Ոսկանյան, ես ձեր հարցադրումը շարունակեմ հետեւյալ կերպ, բերելով նաեւ այն քննադատությունները, որ հատկապես իշխանական շրջանակներից կան, ես ուղղակի վերարտադրեմ։ Շատ հաճախ եկեղեցականները, ես այդպես նշեմ, մեղադրվում են ոչ պատասխանատու վարքագծի մեջ։ Օրինակ, արտաքին քաղաքական անվտանգային հարցերի մասին պնդումներ անել, օրինակ հայտարարել, որ Տավուշից 4 գյուղ է հանձնվում, այն պարագայում, երբ ըստ իշխանության մեկնաբանության, ոչ թե դա Տավուշից 4 գյուղ է, այլ Ադրբեջան մենք վերադարձնում ենք, օրինակ, հա, մի տարի առաջ խոսակցություն եմ նշում, եւ այսպես քարկոծել իշխանությունների քաղաքականությունը, մեղադրել ազգակործան եւ նմանատիպ կլիշեներով եւ չկրել պատասխանատվություն։ Քաղաքական կուսակցությունը եւ քաղաքական իշխանությունը ըստ էության նրանք ինչ են ասում, որ մենք պատասխանատու ենք հետևանքների համար։ Մինչդեռ եկեղեցին գտնում է շատ հարմար դիրքում, հա, այսպես ազգային դիրքերից հանդես գալով ասում է ամբողջահաճո բաներ, շատ հոգեվորականներ նաեւ, նրանցից որոշները կարող են ընդհանուր ռազմական հեղաշրջումը, այսպես տարբերակ համարել Հայաստանում քաղաքական հարցեր լուծելու, հետևանքները չեն կրում, բայց շատ հետաքրքիր բաներ են ասում, այսպես պոպուլիստական։ Այս հարցը դուք ինչպես եք դիտարկում, արդյոք սա արդար քննադատություն է իշխանության։ Հա, իսկապես լավ շարունակում եք թեման։ Այստեղ հետեւյալն է, տեսեք, խոսքը գնում է այն մասին, թե ինչ է ասում եկեղեցին որպես կառույց եւ ինչ են ասում առանձին քաղաքացիներ, որոնք հոգեվորական են։ Մենք գիտենք, որ ասենք թե այդ նույն ուրեմն Բագրատ Սրբազանը ուրեմն կասեցված ունի իր այդ բանը, ուրեմն պաշտոնը։ Պաշտոնավարումը որպես Տավուշի թեմա։ Այո, պաշտոնավարումը կասեցված է։ Հիմա եկեղեցին ասում է ինքն իր գործի մեջ է, ինչ ուզում է թող ասի։ Հարց է առաջանում, եթե նա ասում է մի բան,
որը ենթակա է քրեական պատասխանատվության, ես չգիտեմ, արդյոք կա օրենք, որը ասում է, որ հոգեվորականները պետք է քրեական պատասխանատվության չենթարկվեն։ Կարող են ենթարկվել։ Բայց նույն ձևով, ինչպես որ ասենք թե իրենք են ասում, եթե դուք կարող եք ապացուցել, որ սխալ են ասում, ենթարկեք քաղաքական ուրեմն քրեական պատասխանատվության, ոչ ոք չի խանգարի դա ձեզ։ Տեսականորեն դա ոչ մի խնդրեմ չկա, բայց դա չենք կարող վերագրել եկեղեցուն որպես կառույցի։ Այլ բան է, որ այստեղ ամենակարևոր տեղն ենք գալիս։ Այլ բան է, որ եկեղեցին ինքը որպես կառույց, այո, ինչ որ դիրքորոշում ունի։ Այդ դիրքորոշումը մենք չենք կարող դիտարկել քաղաքական այն առումով, որ նա հավակնություն ունի իշխանության, իհարկե չէ, նա ոչ մի հավակնություն չի ցուցաբերում մասնակցել իշխանությանը, բայց ունի քաղաքացիական հարցադրումներ, եւ այդ հարցադրումները արվում են, օրինակ արվել են, ասենք այդ վերջին Շվեյցարիայում կազմակերպված ժողովի ժամանակ։ Հիմա եթե մենք Աստվածաշունչ ենք կարդում, եւ եթե Աստվածաշնչում գրված է, ուրեմն պտուղներով կճանաչեք դրանց, ուրեմն մենք կարող ենք պտուղներով ճանաչել նրանց։ Պտուղները ինչ են տվյալ պարագայում, այդ ուրեմն Շվեյցարիայի այդ գիտաժողովի, ուրեմն կամ գագաթնաժողովի հայտարարությունը, որտեղ կան շատ հստակ կետեր, որոնք վերաբերվում են Արցախի փախստականներին, որոնք վերաբերվում են Բաքվի բանտերում եղած ուրեմն մեր գերիներին, որոնք վերաբերվում են մշակութային ժառանգության պաշտպանությանը եւ այլն եւ այլն։ Սա այն իրական արդյունքն է, որը այսօր եկեղեցին տվել է։ Ես հասկանում եմ, որ իշխանությունները որոշ դեպքերում կարող են դա շատ ռացիոնալ չհամարել։ Ասելով, որ մենք ասենք թե համարում ենք, որ պետք է գնալ Թուրքիայի հետ կոմպրոմիսների, իսկ հիմա դուք սրում եք հարցադրումը եւ այլն։ Okay, այդպես էլ մեղադրանքը հնչում է իրականում։ Դե այդպես էլ թող հնչի։ Բայց եթե այդպես է հնչում մեղադրանքը, ապա այդ դեպքում ես բացարձակ չեմ կարողանում հասկանալ այս սեռական ոլորտի մեջ խցկվելու այս ահռելի, այսպես ասած, ալիքը, որովհետև մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, որ միջին քաղաքացին, միջին մարդը ցանկացած ազգության շատ մեծ հավեսով հետաքրքրվում է, չէ, ով հետ քնեց, ով ինչ արեց, եւ եթե մենք ուզում ենք, որ իսկապես հարցադրումները դրվեն ռացիոնալ եւ քաղաքական մակարդակով, եկեք դնենք։ Եկեք թող լինի բանավեճ, որտեղ ասենք թե թող այդ նույն եկեղեցական ուրեմն գործիչները մի կողմից, մյուս կողմից էլ այսօրվա իշխանության գործիչները նստեն բանավեճի եւ քննարկեն քաղաքական մակարդակի հարցեր։ Այսինքն օրինակ Արցախի հայերի վերադարձի հարցը ինչքանով է հնարավոր, որ դուք այդ հարցը դնում եք։ Հնարավորի հարցը չի։ Այստեղ երկու բան կա։ Նրանք կարող են ասել հնարավոր չի այսօր, կարող է հնարավոր լինի վաղը։ Կարող է ուրիշ հարց դրվի, որքանով պատեհ է, որ այս պահին դուք դնում եք։ Արդյոք դուք դրանով չեք խանգարում մեր այսինչ գործողություններին։ Նա կարող են այդ հարցերը դնել, բայց դրա փոխարեն ամբողջ հանրությունը քննում է, թե ով հետ է քնել։ Ինչու՞։ Ինչու, որովհետև դա շատ ավելի հեշտ ձև է, այսպես ասած, իջեցնել այդ ուրեմն քննարկումը ամենացածր մակարդակի եւ հագուրտ տալով մարդկանց հետաքրքրություններին այնպիսի մի խառնակ միջավայր ստեղծելու, որտեղ որ ընդհանրապես որևէ ռացիոնալ հարցադրում այլևս արվել չի կարող։ Եվ դրա համար է, որ ես երբ որ սկզբից մի քիչ գուցե շատ այսպես երկար պատմեցի այն մեր ծրագրի մասին, մեր ծրագրի իմաստը դա է, եկեք ռացիոնալ ձևով տեսնենք։ Հա, ոչ ոք չի ասել, որ եկեղեցին սուրբ է։ Ոչ ոք չի ասել, որ եկեղեցին սխալներ չի արել, բայց եկեք տեսնենք, քննարկենք, հարգանքով քննարկենք։ Եվ քննարկենք այնպիսի, եւ տեսեք, ես օրինակ շփումներ ունեցել եմ, բնականաբար մենք կազմակերպում ենք այդ բանը, եւ այդ հոգեվորականները, որոնց հետ ես խոսել եմ, իրենք ասում են այսպես. մենք շատ կուզենք, որ դա լինի իսկապես քննադատական քննարկում, բայց մենք չենք ուզի, որպեսզի դա հանգեցվի փոխադարձ հարձակումների։ Հասկանալի բան է, ես էլ դա չեմ ուզում։ Ուրեմն խնդիրը ահա այդ մակարդակը պահելն է։ Բայց եթե այդ մակարդակը մենք պահում ենք, ապա այդ ամբողջ ճղճիմ գզվռտոցը, որ դրա շուրջը հավաքվել է, դա ուղղակի բացարձակապես անթույլատրելի է եւ անկեղծ ասած մի գուցե շատ անհատական բան ասեմ, դա այդ ամենը ինձ հիվանդացնում է։ Երբեմն գիտեք, երբ որ այն տարիներին այդ պատերազմից անմիջապես հետո պարտությունից հետո, երբ որ գիտեք, արթնանում էիր, դեռ չարթնացած, աչքերը դեռ չբացած, խելքի չեկած, մեկ էլ զգում էիր, որ ինչ որ վատ բան է պատահել, հետո որ զարթնում էիր, ասում էիր, հա, պատերազմ ենք պարտվել։
կամ Արցախ են կորցրել։ Հիմա ես երբ որ արթնանում եմ, զգում եմ մի վատ բան է պատահել։ Ինչ է այդ վատ բանը։ Այդ վատ բանը այն է, որ հայկական հասարակությունը իրան տվել է ամենացածր մակարդակի բամբասանքների փոխանակը զբաղվի անմիջական գործով։ Սա շատ ճնշող է։ Տեսեք, այդ ցածրակարգ զրույցը, որ տեղի ունենում, ընդ որում հրապարակային, իսկ ինչու ցածրակարգ, որովհետև մարդկանց ըստ էության կնայեք տեղաշորի հարցն է, հա, քննարկվում, այսինքն ակնհայտորեն միմյանց, այսպես ասենք, փչացնելու տրամաբանությամբ հարցադրում եւ ոչ թե բովանդակային, օրինակ հարգելի հոգեվորականություն, որ դուք դնում եք, ասենք, Արցախի օրինակ, հա, հայերի վերադարձեր, դուք կրում եք պատասխանատվություն այդ քաղաքականության, ընդհանրենք մենք իշխանություն որպես տանենք այդ հարցը դնենք բանակցությունում, դրա հետևանքը որն է լինելու եւ այլն, հա, այս տիրույթում չի կոնֆլիկտի չեք համարում, որ հիմքերից մեկն էլ այն է, որ այսօրվա իշխանությունը հոգեվորական դասին, ես էլ ինստիտուտին չեմ ուզում ասել, հա, երևացող դեմքերին համարում է հատկապես խորհրդարանական ընդդիմությանը կից գործող անձինք, նրանց նարատիվները առաջ մղող, այսպես ասենք, հարվածող իշխանությունը եւ միգուցե իշխանությունը փորձում է 26-ի ընտրություններից առաջ այս դաշտում մի քիչ մաքրում անել, ճակերտների մեջ մաքրում անել, այսինքն թեթևացնել իր քաղաքական հակառակորդների դաշտը։ Ինչ եք դուք մտածում։ Տեսեք, որ այստեղ իհարկե նախընտրական այսպես մեծ լիցք կա, դրան ոչ ոք չի կասկածում եւ 1000 անգամ դրա մասին խոսվել է, իմաստ չունի, որ մենք հիմա նորից կրկնենք, բայց այստեղ մի ուրիշ բան կա, էլի։ Եթե ես, ասինքն, այս պահին ինչ որ մի կոնկրետ պրակտիկ քաղաքական խնդիր եմ լուծում, դա չի նշանակում, որ ես պետք է ոտնատակ տամ մի ահռելի ինստիտուտ, որը դարերի պատմություն ունի եւ դարերի հեղինակություն։ Ես հիշում եմ մի կոմիկական դեպք, ժամանակին այդ շարժման 88 թվականի շարժման նոր այդ սկսվել էր, այն ժամանակ ինձ մոտեցավ մի շատ հետաքրքիր մտավորական, սփյուռքի մտավորական Վահե Ադրունի կար, փայլուն մտածելակերպի մարդ էր եւ խոսում էինք տարբեր բաների մասին, մեկ էլ մի օր ինձ այսպեսի մի հարց տվեց։ Ասում եմ, ինչ ես կարծում, եթե պետությունը չլինի, ով է մեր ժողովրդին տիրություն անելու։ Ես անակնկալի եկա, հա, մեկ էլ որ տեսա, որ չեմ կարողանում պատասխանել, ասեց եկեղեցին։ Իհարկե ես համաձայն չեմ, որ այսօր եկեղեցին այն ուժը ունի, որպեսզի կարողանա որևէ կերպ, ասենք, հավակնություն ունենալ պետություն փոխարինելու, բայց ուզում եմ ասել, որ այդ հեղինակության աստիճանը եկեղեցին դարերով ունեցել է, չէ՞։ Գնայք Փաշնակ, կարծես ուզում եմ ասել, դուք իրականում չունեք այդ հեղինակությունը, բայց հանդես եք գալիս այդ դիրքերից։ Դա չի նա ասած։ Ես չեմ կարող քննարկել ինչ է ուզում ասել կոնկրետ մարդը, որովհետև ես չգիտեմ թե իր մտքին ինչ կա։ Դեռ չեք գուշակել ինչ կա կամ։ Ես չեմ զբաղվում գուշակություններով սկզբունքորեն։ Ես համարում եմ, որ եկեղեցին շարունակում է մնալ հայ ժողովրդի կարևորագույն ինստիտուտներից մեկը եւ դա ոչ մի կապ չունի նրա հետ, թե ասենք ես ինքս հավատացյալ եմ կամ հավատացյալ չեմ կամ որքանով հավատացյալ եմ։ Ես գիտեմ, որ եկեղեցիները այսօրվա աշխարհում այս կամ այն ձևով զիջել են իրենց հեղինակության որոշակի տոկոսը, դա վերաբերում է կաթոլիկ եկեղեցուն, դա վերաբերում բոլոր եկեղեցիներին անխտիր։ Դեռևս 1909 թվականին հայտնի Մեհյանը, երբ որ հրատարակվեց, ուրեմն այնտեղ Օշականներ, այնտեղ Զարյաններ, ուրեմն Կոստան Զարյաններ եւ այլն, այնտեղ մի կարևորագույն հոդված կար, որտեղ գրված էր, որ եկեղեցիները դադարել են մեր ժողովրդական կյանքի բևեռները լինելուց։ Այսինքն 1909 թվականին արդեն եղել է այդ զգացողությունը, որ եկեղեցին չի կարող իր վրա ամեն ինչ վերցնել։ Դա հասկանալի է։ Ավելի մենք բոլորս գիտենք այդ դիցաբանական դարձած համարյա հայտնի ասույթը, որ երբ որ կաթողիկոսն ասում է, որ ես ամենայն հայոց կաթողիկոսն եմ, Թումանյանն էլ ասում է, ես ամենայն հայոց բանաստեղծն եմ։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ գրականությունը, աշխարհիկ կյանքը գալիս է ոնց որ թե գրավում է հոգևոր կյանքի տեղը, massամբ մրցակցում։ Հասկանալի բաներ են։ Ոչ ոք չի ենթադրում, որ վաղը եկեղեցին գալու է եւ բոլոր հարցերը լուծի։ Եկեղեցին ինքը հազար ու մի խնդիրներ ունի։ Եվ երբ որ մենք այդ քննարկումը ծավալում ենք, այս դրա համար ենք ծավալում, որ հասկանանք, թե ինչ խնդիրներ կան։ Բայց մի բան է, ասենք թե ասել, որ տղեկ խնդիրներ ունեք, իսկ մի բան է քայքայել կառույցը։ Դա բացարձակ անթույլատրելի է։ Բայց հիմա խնդիրը դրված է կառույցը քայքայելու համար մասին եւ դա ինձ համար անընդունելի է։ Իսկ ինչու է քայքայում։ Մեղադրանքը քաղաքական իշխանությանն է, չէ՞, ուղղված քայքայելու։ Այո, որովհետև չի կարելի հանգեցնել եկեղեցու դիրքը, եկեղեցու նշանակությունը, եկեղեցու խնդիրները առանձին եկեղեցականների սեռական կյանքին։ Դա ինքնին քայքայիչ է։
Որովհետև տեսեք, երբ որ դուք ընդհանրապես գիտական հետազոտության մեջ այսպիսի մի բան կա, կան տարբեր փաստարկներ, կա տրամաբանական փաստարկներ, կան, ասենք թե ուրեմն փաստական փաստարկներ, հազար ու մի հեղինակության փաստարկներ, բայց կա փաստարկ այսպես կոչված ad hominem։ Ad hominem նշանակում է մարդու փաստարկը, որը ավելի գեղեցիկ արտահայտում է ռուսերեն ատիկ տոտակոյ։ Ատիկ տոտակոյը փաստարկ չի, իրենց հարգող մարդիկ ասում են եկեք այդ փաստարկը չօգտագործենք։ Հիմա մենք միայն այդ փաստարկն ենք օգտագործում։ Այն բանի կինոն հայերեն թարգմանությունը լավ է, դու ով ես, բայց դու ով ես, բայց դու ով ես, չկներեք այդ մակարդակի չի կարելի խոսել։ Այդ մակարդակի սկզբունքորեն չի կարելի խոսել, դա բացառված է։ Սա է։ Պարոն Ոսկանյան, եւ մենք ապրում ենք մի իրականություն, միգուցե տեղեկատվական տեխնոլոգիաների այսպես հասանելիությունն է դրան նպաստել, որ անընդհատ հայաստանյան դիսկուրսում առկա է ադրբեջանական կարծիք, ադրբեջանական դերակատարներ։ Մի օր Ալիևն է մեր դիսկուրսում բանավեճում փոխենք սահմանադրությունը, թե չէ, մի օր Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն, որ մեղադրել էր եկեղեցուն ռևանշիստական քարոզի մեջ, եւ իշխանության քննադատներն ասում են, այ տեսեք, դուք հայտնվել եք հենց այդ անձի կողքին, այսպես երկուսով թիրախավորում եք առաքելական եկեղեցուն, հետեւաբար դուք ադրբեջանական օրակարգ եք սպասարկում։ Արդյոք նա իրապես ձեր պնդմամբ, ձեր այսպես մտքով, այսպես իրապես թշնամական օրակարգի մեջ է Նիկոլ Փաշինյանը, այսինքն նա հայ ազգի թշնամին է, թե ունենալով այո այս Փաշազադեի քննադատությունների համատեքստը չխոսել խնդիրներից, որ նա տեսնում է, այդ երկու ընտրության հարց կա։ Ես արմատապես խուսափում եմ եւ խուսափում եմ ամենայն համոզմունքով որևէ մեկի մասին ասել, անկախ տնայից ում մասին, թե նա սրա պատվերն է կատարում կամ դրա պատվերն է կատարում։ Ես դա բացառում եմ։ Այդ մակարդակի վրա է մեր դիսկուրսը։ Միակ բանը, որ ես կարող եմ ասել, որ կարող է պատահի մարդը ինչ-ինչ գաղափարներից ելնելով մի բան է ասում, որը օբյեկտիվորեն, ասենք թե նաև համապատասխանում է մեկ ուրիշի շահերին։ Դա ես կարող եմ ասել։ Տվյալ պարագայում համընկնում է եղել։ Բայց գալ ասել, թե սա գնաց նրա խնդիրը կատարեց, նա գնաց նրա հանրությունը կատարեց, կներեք, չի կարելի խոսել բաների մասին, որոնք մենք չգիտենք։ Հետևաբար ես նման բաների մասին սկզբունքորեն հրաժարվում եմ խոսել։ Պարոն Ոսկանյան, կընդունեք, որ ամեն դեպքում, իհարկե դուք նշեցիք իրապես, որ քաղաքական կուսակցությունների ուժերը վստահության խնդիր ունեն հանրության աչքում, եւ դա բոլոր հարցումներն էլ ցույց են տալ, շատ ցածր վարկանիշ ունեն։ Նաեւ եկեղեցին այդ խոսակցություն, որ դուք նախաձեռնել եք, խնդիր ունի իր վստահությունը հանրության աչքի առաջ բարձրացնել եւ դրա միջոցներից մեկը արդյոք նաեւ այն չի, որ ինքը վեր կանգնի քաղաքական process-ներից եւ փորձ արնի չասոցացվել որևէ քաղաքական ուժի գաղափարախոսության հետ։ Այո, ունենալ իր կարծիքը, իր մտահոգությունները, իր նույնիսկ խոսնակները թող խոսեն ազատ խոսքի ռեյտինգներում 34-րդ տեղն ենք, բայց այսպես ասենք հարվածներ չստանալու համար քաղաքական ասոցիացումների մեջ չընկնեն, որովհետև եկեղեցուն հատկապես կաթողիկոսը, որ երկար տարիներ է Գարեգին II կաթողիկոս, նրան հիմնական նախկին իշխանությունների հետ են ասոցացրել եւ նրա ուղղությամբ հարվածները նաեւ հենց այդ պատճառով են նաեւ, հա, օրինակ ինչու չէր խոսում մարտի 1-ի ժամանակ, երբ որ 10 մարդու են գնդականում եւ այլն, այսպիսի բաներ, Բենթլիներ եւ այլն։ Էլին դուք նորից ինձ մղում եք մի դաշտ, որտեղ ես ասելիք չունեմ։ Ես կարող եմ միայն մի բան ասել։ Եկեղեցի վերականգնման անհրաժեշտության մասները։ Տեսեք, ես չեմ կարծում, նախ եւ առաջ ես ասեմ, այն ինչ որ մենք նախաձեռնել ենք, ոչ թե եկեղեցին է եկել մեզ ասել այսպեսի բան անեք, մենք ենք իրենց ասել։ Մենք ենք իրենց ասել, գիտեք, մեզ համար հետաքրքիր է, իրենք սիրով համաձայնել են։ Այսինքն այստեղ իրենք մենք էլ են մարդիկ չենք, էլի վերջին հաշվով մենք միայն մի կենտրոն ենք, որ մենք հիմա բանանենք, վերականգնենք կամ չվերականգնենք եկեղեցու հեղինակությունը, դա չի։ Դա ուղղակի պարզ փորձ է խոսակցությունը սկսելու եւ այդ խոսակցության իմաստը ոչ թե այն է, որ մենք ինչ-որ հեղինակություն բարձրացնենք կամ իջեցնենք, այլ ավելի շուտ այն է, որ մենք ցույց տանք, որ կարելի է ռացիոնալ ձևով խոսել։ Սկզբունքորեն խոսակցությունը հնարավոր է։ Ինչ վերաբերում է նրան, թե եկեղեցին պետք է վերականգնի իր հեղինակությունը, ես չեմ կարծում, որ իրենք այդպիսի խնդիր են տեսնում, որտեղ իրենք կարող են հիմա ինչ-որ մարդիկ ասեն, թե սրա հետ ասոցացնեն, նրա հետ ասոցացնեն, բայց ի վերջո եկեղեցին բավականաչափ ուրեմն անկախ կառույց է
եւ ինքն է որոշում, թե երբ ինչ է ասում։ Հիմա մենք կարող ենք դժգոհ լինել սրանից կամ նրանից, ես չասեցին կամ իմ ասեցին, իրենք ունեն իրենց տրամաբանությունը։ Հիմա էլ ես որ հետևում եմ այս քանի օրը իրենք երբ որ հայտարարություն արեցին, ինչու էսպես չասեցին, ինչու էսպես չասեցին, իրենք էլ որոշում ինչ պիտի ասեն։ Եվ ես չեմ կարծում, որ այստեղ մեր դերը կա։ Մեր դերը ոչ թե եկեղեցին բարձրացնել կամ իջեցնելն է, դա մեր խնդրեմը չի, գոնե իմ խնդրեմը չի որևէ կերպ։ Իմ դերը այն է, որպեսզի մենք որպես ոչ եկեղեցականներ, որպես աշխարհիկ գիտնականներ, փորձենք հասկանալ, թե եկեղեցին այնուամենայնիվ ինչ տեղ ունի։ Եվ ինչ սպասելիքներ մենք կարող ենք ունենալ եկեղեցուց, որովհետև տեսեք, ի վերջո իսկապես չէ որ սովետական ժամանակ, անկախ նրանից լավ կամ վատ, եկեղեցին փաստորեն ազատության աստիճաններ չուներ։ Ինչ որ պետությունը ասում էր, այն էլ պիտի աներ։ Հիմա այդ ազատության աստիճանները կան։ Արդյոք որքանով է եկեղեցին այդ ազատության աստիճանները միջև օրս օգտվել կամ հետագայում էլ օգտվելու է, չգիտենք։ Բայց իրենք այդ խնդիրը ունեն։ Այդ ազատությունը մի բան պետք է անեն այդ ազատության հետ։ Ինձ համար հետաքրքիր է դրթել այդ խոսակցությունը։ Ազատության մասին խոսակցություն, հա։ Ազատության չէ, ունեն ազատության աստիճան, ունեն հնարավորություն, ինչպես եք օգտագործել որոշակի ինքնուրույնության հնարավորություն։ Այդ ինքնուրույնությունը ուր է գնալու։ Չէ՞ որ եկեղեցին չի կարող որոշումներ ընդունել, եկեղեցին չի կարող մասնակցել, ասենք, քաղաքական կառավարմանը, դա բացառված է, բայց եկեղեցին կարող է օրինակի համար խորհուրդ տալ, գաղափար արտահայտել։ Մի քանի տարի սրանից առաջ, երբ որ մեզ մոտ շատ ավելի հանգիստ էր վիճակը, մենք մի հանդիպում ունեինք, ուրեմն նախկին սովետական միության տարբեր հանրապետությունների ներկայացուցիչների հետ, եւ ես զարմանքով լսեցի, որ իրենց մոտ ուրեմն խոսքը Մոլդավիայի մասին էր, Վրաստանի մասին էր եւ այլն, եկեղեցին անմիջականորեն հրահանգ է տալիս հավատացյալներին այս տեխնատուի համար քվեարկել կամ այն տեխնատուի։ Զարմացա, ասեցի մեզանում այդպեսի բան չկա, դա մեզանում անթույլատրելի է թվում։ Որ գա, ասի, չէ, պետք է սրան ընդունեք կամ նրան ընտրեք։ Քաղաքական գործոնի է։ Իրենց մոտ դա այդ քաղաքական չի, բայց քաղաքական ռոպագանդայի գոնե գործոնի։ Մեզ մոտ նման բան չի եղել եւ հիմա էլ չկա։ Այսինքն այս է թե ինչ սահմաններում կարող է եկեղեցին գործել, ինչ կարող է եկեղեցին անել, ինչ կարող է այդ կառույցը վաղը մյուս օր ասենք թե ճիշտ համարել կամ սխալ, ինձ համար է տարկիր հարցերը։ Պարոն Ոսկանյան, դուք ինչպես եք այդ հարցին մոտեն, որովհետև ես որպես միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող եմ սեփական երազանքներ ունենալ եւ Հայաստանի սահմանների, տարածքի, մարդկանց ազգագրական, այսպես թվականակի եւ այլնի վերաբերյալ ունենալ սեփական երազանքները, հա։ Եվ երբ որ արտահայտում եմ որպես արդեն լրագրող, զգում եմ պատասխանատվություն եւ չափերը ճանաչում եմ, այսպես ասենք, հա։ Պատասխանատվության հարցը ձեր կարծիքով ինչպես պետք է դրվի, այսինքն բոլոր հարցերի շուրջ արտահայտվել, այո, պահանջներ դնել, եթե չկատարվեն այդ պահանջները, ինչպես դրան առերեսվել։ Այս հարցին եկեք նախ եւ առաջ այդպես ասենք։ Նախ եւ առաջ ես չգիտեմ, թե երբևիցե երբ է եղել, որ եկեղեցին պահանջներ դնի։ Խոսքը նորից եմ ասում, մարդկանց մասին չէ, որոնք կարող է հոգեվորական են, բայց իրենք գործում են ինքնուրույն, դա իրենց խնդիրն է։ Բայց նաեւ նրանց խոսքը ընկալվում է եկեղեցու պաշտոնական։ Ոնց է ընկալում, դա ուրիշ հարց է, բայց բոլոր դեպքերում եկեղեցին երբևիցե պահանջներ չի դրել։ Նա կարող է ասենք գաղափարներ արտահայտել, բայց ոչ պահանջներ դնել։ Երկրորդ, կներեք, ես դեմ մի քիչ գուցե կոշտացնեմ խնդիրը, մեզանում պատասխանատվության մասին խոսելը մի քիչ ամոթ չի։ Այսինքն մենք ունենք որևէ քաղաքական ուժ, մենք ունենք որևէ մի քաղաքական դեմք, որը երբևիցե իր գործողությունների համար պատասխանատվություն է կրել, մատով մեկին ցույց կտակ։ Բայց գոնե պետք է սկսել, չէ՞։ Դե բայց ինչի՞ եկեղեցուց սկսում, շատ ավելի վատթար դեպքեր կան։ Քաղաքական ուժերից ամբողջ օրը այստեղ հրավիրում եք եւ պատասխանատվություն։ Չէ, բայց եկեղեցին մինչ օրս չի արել որևէ բան, ես դա կարող եմ ասել, ինքս նորից եմ ասում, ես երբևիցե մի հավատացյալ հատուկ չեմ եղել, ես ինձ դիտարկում եմ ավելի եկեղեցու մշակութային կողմնակից, որովհետեւ հայ մարդը ոչ թե այն է, որ ես որպես հայ քրիստոնյա դա էլ կա, բայց մենք ապրում ենք մի միջավայրում, որը ձևավորվել է քրիստոնեության շնորհիվ, եւ մենք ոչ մեկս չենք կարող այդ միջավայրից դուրս պրծնել, եւ մենք չենք կարող չգնահատել այդ միջավայրը։ Միայն այդքանով ես ինքս նորից եմ ասում, չեմ պատկանում այսպես եկեղեցու adeptներին, բայց ես կարող եմ ասել, որ ես միջև օրս ես չեմ լսել, չեմ տեսել, որ եկեղեցին անի որևէ բան,
որը բերած լինի ինչ որ այսպես կործանարար հետևանքների, որի համար մենք պետք է ասենք, դա ինչի եկեղեցին պատասխանատվություն չի կրում։ Հանրային խոսքի առումով Խոսքը նորից, եթե հորդորի մակարդակով է, հորդորի ասենք arczepiskopos կա, որը եթերում կանգնում եւ ասում է, որ ինքը նախկին նախագահների հետ խոսակցության ժամանակ ռազմական հեղաշրջման սցենար է։ Ես չգիտեմ, եթե այստեղ կա բաներ, որոնք որ ասենք թե այդ մարդը ասում է եւ ճիշտ չի ասում եւ այլն, այն պետությունը, այն ուրեմն պատկան մարմինները, այն էլ այդ arczepiskopos-ը։ Դա չի վերաբերվում եկեղեցուն, հասկանում եք։ Եկեղեցին չի դրա հետևը կանգնած։ Դուք չեք կարող ասել, քանի որ մի հոգևորական այսպիսի բան է արել, հետևաբար ես պետք է ուրեմն խփեմ եկեղեցուն։ Նման կապ չկա։ Հիմա 1001-ը կա, որ կառավարության մեջ, պարլամենտում կարող է ասենք թե հանցագործություն գործած լինի, կարող են իրեն մեղադրեն, կարող են նույնիսկ ասենք զրկեն, ասենք անձեռնմխելիությունից, ինչ, գնանք պարլամենտը ոչնչացնենք, կառավարությունը ջնջենք։ Դա մեկը մյուսի հետ կապ չունեցող հարցեր են։ Պարոն Ոսկանյան, իսկ Հայաստանի իշխանության վարքագիծը, տեսեք, մենք անվտանգային եւ հազար ու մի այլ խնդիրներ ունենք եւ միջազգային հարաբերությունների միգուցե անորոշ, միգուցե քաոտիկ իրադրությունը եւ իթե մեզ առաջարկում են կամ դրդում են ավելի կոնսոլիդացվել ներքին խնդիրների լուծման ուղղությամբ, որոշակի կայունություն կամ բովանդակությունը մեր պետության ուժեղացնելու, որպեսզի դիմակայուն լինի ընդհանրապես այդ մարտահրավերներին, չկա պայմանագիր կնքված, կա մշտական պատերազմի վտանգ, ինչով է զբաղված Հայաստանի իշխանությունը։ Այդ դուք իրենց վարքագիծը ո՞նց եք գնահատում։ Արդյոք սա է այն թեման, որ առաջ նայեն է եւ պետք է առաջ բերեն։ Հազար ու մի բան կարելի ասել, ինքը։ Դե դուք գնահատում եք էլիս ինչ։ Չէ, ես ուզում եմ ձեր գնահատականը լսել։ Ինչ ասեմ, ես ընդհանրապես պրակտիկ գործերի կողմնակից եմ։ Այդ խոսակցությունները, այդ գզվռտոցը միայն հեռացնում են մեզ անմիջական գործունեությունից։ Տեսեք, բերեմ մի օրինակ, որ թվում է թե ոչ մի առնչություն չունի այս խնդիրների հետ։ Եվ սա միտումնավոր է արվում իշխանության կողմից։ Տեսեք, ես ոնց կարող եմ խոսել ուրիշի միտումների մասին։ Բերեմ մի օրինակ, ասենք հիմա մենք այդքան խոսում ենք, չէ, ուրեմն ռուսների, մարդկա ռուսների կողմն է, մարդկա ռուսների դեմ է, մարդկա, չգիտեմ, այսպես ռսաստրուկ է, մարդկա, չգիտեմ, ինչ է այդ գրեհիկ այդ արտահայտությունները։ Հիմա դրա փոխարեն կա մի շատ կոնկրետ հարց։ Հարցեր շատ կան, բայց կոնկրետ էս մեկը։ Ասենք Ռուսաստանը հիմա մտցրել է այդ, գիտեք, բոլորիս հայտնի է, այդ QR կոդերի ուրեմն օգտագործումը Ռուսաստան մուտք գործելու համար։ Այսինքն, եթե առաջ հայաստանցին կարող էր վերկենալ տոմս առնել եւ գնա Ռուսաստան, հիմա նա պետք է գնա գրանցվի ուրեմն համապատասխան ռուսական ցանցում, այնտեղ ստեղծի իր համար կաբինետ, տա իր տվյալները, տա իր լուսանկարը, այն էլ չգիտես կաշխատի թե չի աշխատի այդ ամեն ինչը, տվյալները տալուց հետո էլ գրի թե որ օրվանից որ օրը ինքը պետք է գնա Ռուսաստան եւ ուրեմն այդ QR կոդը ստանա եւ QR կոդով սահմանը անցնի։ Դա միայն Հայաստանի համար չի արված, դա արված է տարբեր երկրների համար, այդպես ավելի բարդացում է դրվել։ Հիմա դա փաստորեն վիզայի նման բան է։ Հիմա հարց է առաջանում, եթե ես կոնկրետ հարցեր լուծող եմ, գնամ այդ կոնկրետ հարցը լուծեմ։ Գնամ ասենք Ռուսաստանի համապատասխան պատկան մարմինների հետ, ասեմ, եկեք Հայաստանի հետ այդ բանը չանենք։ Եթե ես դա չեմ անում, դա կոնկրետ հարց է, չէ՞։ Մնացածը գեղարվեստական մասն է։ Ռուսները լավն են, ամերիկացիք վատն են կամ հակառակը։ Դա հասկանում եք խոսակցություններ են, ռուսն ասում է разговоры в пользу бедных։ Կոնկրետ հարցեր կամ լուծում եք կամ չեք լուծում։ Թե չէ, եթե դուք այդ հարցերը թողած, հա, եթե եկեղեցին Շվեյցարիայում հայտարարությունները դուք ասեք, այս բանին համաձայն եմ, այս բանին համաձայն չեմ։ Այստեղ համարում են, որ իրենք թողանեն, բայց ես այդպեսի բան չեմ անի, այստեղ ես կխնդրեի, որ իրենք էլ չանեին, որովհետև դա ինձ համար խանգարի չէ, այս։ Դրա փոխարեն դուք սկսում եք խոսել, թե ով հետ է քնում։ Այսինքն խնդիրը այն է, որ դուք կոնկրետ պրակտիկ հարցերը իջեցնում եք բամբասանքի մակարդակին։ Թե պրակտիկ հարցերում իշխանության ձախողումները նորից ես չէի ցանկանա խոսել այն, այսպես ասած, դիսկուրսի շրջանակներում, որը մենք ամեն օր լսում ենք հեռուստատեսության։ Դա հեռուստատեսության պասողները թող ասեն։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Ոսկանյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Աշոտ Ոսկանյանին։